Գեղագիտության ազգային կենտրոնի փոքր թատրոնն ամռանը ոչ թե հանգստի, այլ ստեղծագործական եռուզեռի մեջ է։ Երիտասարդ դերասաններն ու փորձառու ռեժիսոր Վահան Բադալյանը պատրաստվում են հանդիսատեսի դատին հանձնել Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի Փոքրիկ իշխանը նոր մոտեցմամբ։ Ներկայացման փորձերն ակտիվ ընթացքի մեջ են։ Փոքրիկ իշխանը բեմում կլինի աշնանը, ներկայացման առանցքում արվեստի հասանելիության գաղափարն է, հատկապես տեսողության եւ լսողության խնդիրներ ունեցողների համար։ Առանձնահատկությունն այն է, որ հանդիսատեսը ոչ միայն կդիտի, այլև կզգա, կլսի, կշոշափի, կապրի պատմությունը։ Այս նախագծի նախապատմությունը մի քիչ երկար է։ Տարիներ առաջ ես Հունաստանում այս ներկայացման մի տարբերակը արել էի միջազգային մեծ թիմով եւ մեծ հաջողություն ունեցավ ներկայացումը։ Հիմա շատ ուզում եմ նաեւ հայկական ադապտացիան ունենանք մեզ մոտ եւ եթե ամեն ինչ լավ գնաց, սեպտեմբերի վերջում կունենանք պրեմիերա։ Յուրաքանչյուր դերասան կներկայացնի Փոքրիկ իշխանի կյանքի տարբեր դրվագներ։ Ես մարմնավորում եմ կոնկրետ կերպար, ով ներկայացնում է օդաչուի կյանքի ինչ-որ էտապ, ու բոլոր մասնակիցները ներկայացնում են հստակ էտապներ, հստակ փուլեր, որոնցով անցել է օդաչուն կամ պետք է անցնի, կամ պետք է անցնենք մենք բոլորս։ Ներկայացման միակ իգական սեռի դերակատար Զոյի Սահակյանը վարդի կերպարում է։ Ծաղիկը պարզապես հեքիաթային հերոս չէ, նա Փոքրիկ իշխանի սիրո արտահայտությունն է։ Առաջին հայացքից վարդի կերպարը թվում է շատ քմահաճ, ինքնավստահ, նեղացկոտ ու մի փոքր նաև մանիպուլյատիվ կերպար, բայց այդ զուտ առաջին շերտն է, իր կերպարը մարմնավորելիս շատ կարևոր է հասկանալ, թե այդ արտաքին շերտի ներքևում ինչ խորը տողատակեր կան, իսկ ամենակարևոր շերտը իր կերպարի այն է, որ զուտ սիրված լինելու ցանկությունը ու երբ ինքը խորհրդանշում է սերը ու մարդկանց, որոնք երբեմն սիրում են, բայց չեն կարողանում ճիշտ արտահայտել իրենց սերը։ Բեմադրությունն առանձնանում է հանդիսատեսի համար նախատեսված միջավայրով։ Դահլիճում կլինեն նաև հատուկ նստատեղեր եւ ավազե շերտ։ Ներկաները կարող են ազատ հագուստ կրել, կոշիկի փոխարեն հողաթափով լինել, քայլել, իրենց զգալ այնպես, ինչպես հարմար է։ Նպատակը մեկն է՝ թատրոնը դարձնել անվտանգ, հարմարավետ եւ իսկապես բոլորին հասանելի տարածք։ Մենք այս ամբողջ ինֆորմացիան շատ շուտով կսկսենք հանդիսատեսին տեղ հասցնել ու շատ ուզում ենք, որ մարդիկ, ովքեր գալու են ներկայացումը դիտելու, իսկապես նախապատրաստված գան։ Առանձնահատուկ դեր է ունենալու նաև մթության սենյակը, տեսողական խնդիրներ ունեցողների զգացողությունները մյուսներին հնարավորինս փոխանցելու համար։ Մթության մեջ տեսողությունը դադարում է լինել գլխավոր ուղեցույց եւ առաջին պլան են գալիս ձայնը, հպումը, տարածության զգացողությունը։ Միջոլորտային ներկայացումը բեմադրվում է Կրթության, Գիտության, Մշակույթի եւ Սպորտի նախարարության եւ Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի աջակցությամբ, իսկ բեմի նկարչական ձևավորումը կիրականացնեն Գեղագիտության ազգային կենտրոնի արվեստանոցների սաները։ Ստեղծագործական թիմից նշում են, Փոքրիկ իշխանը միայն բեմադրություն չէ, այն փորձ է փոխելու թատրոնի մասին պատկերացումը, ցույց տալու, որ արվեստը սահմաններ չունի եւ կարող է հասանելի լինել յուրաքանչյուրին։ Յուրա Վահանյան, Արման Թովմասյան, լուրեր։